Այս իրավիճակի ֆոնին իշխանությունները, որը օգոստոսի 8-ից հետո Հայաստանի իշխանությունների մասնավորապես քարոզչական մեծ արշավ են տանում այսպես կոչված տրիպի մասին, հիմա իրենց միակ ձեռքբերումը եղել է այն, որ պետդեպին խնդրել են ու կարճ մեկնաբանություն անել, որ այո, տրիպը շարունակում է մնալ մեզ համար առաջնորդություն, բայց կարծեք թե Միացյալ Նահանգների խնդիրներն այնքան խորն են, որ տրիպի ժամանակը ու հավեսը չունեն, ոչ միայն տրիպի, այլ Պարսից ծոցի իրենց դաշնակից երկրների հավեսը չունեն, այսինքն նրանց անվտանգությամբ չեն կարող զբաղվել, ուր մնաց տրիպի։ Որպես այդպեսին Ինչպիսին է տրիպի ճակատագիրը ձեր որպես այդպեսին իրենք չեն կարող իրենց այդ երկրների Պարսից ծոցի երկրների ճակատագրով զբաղվել որպես այդպեսին, որտեղ իրենց ստեղծած պետություններն են հիմա եկել է իրենց զոհելու ժամանակը, պետք է զոհեն։ Այդ խաղաղությունը թվացial էր եւ ժամանակավոր էր։ Մինչ այս ամենը բոլորի համար աշխարհի ամենախաղաղ տեղը եւ ներդրումային տեղը, որ աննորմալ եկամուտ է բերում անշարժ գույքի չէ, շուկայում դա Էմիրատներն էր, որը մի քանի ժամվա ընթացքում դառավ ամենաանկայուն գոտին աշխարհում։ Նրանք այդպիսի խնդիր չունեն մտածելու էլի, թե ինչ կլինի այդ իրենց տակի երկրների ճակատագիրը։ Նրանք նմանց վրա առաջադրանք են դրել, միսիա ունեն նրանք կատարելու, այդ միսիայի ընթացքում կարող ընդհանրապես վերանան։ Իսկ ինչ վերաբերվում է Թրիպին, ինչ վերաբերվում է Թրիպին, տեսեք, եթե Pax Americana-ն պահում է իր դիրքերը, Pax-ը մնում է, նշանակում է պետք է Իրանում իշխանափոխություն լինի եւ Pax Americana-ին հպատակ իշխանություններ կան։ Այդ ամբողջ Իրանը դառնում է Թրիպ։ Իսկ հաղթելու դեպքում, եթե Իրանն է հաղթում Ամերիկային եւ Pax Americana-ն որպես այդպեսին մոնտաժվում է, ինչ Թրիպի մասին կարող խոսելը նույնիսկ հնարավոր է հետևանքներ ունենալ։ Հենց խոսեն Թրիպի մասին հնարավոր է։ Դե կարծեք այդ մտահոգությունից ելնելով իշխանությունները չեն խոսում շատ։ Իհարկե չեն խոսում։